Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեսնում ենք ինչ է կատարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի այդ քարոզարշավի ժամանակ նաև հնչում էր ձեր հոր անունը, ինչ է կարծում նաև ձեր բիզնեսներին, ձեր ունեցվածքի նույն ճակատագրին կարժանանա թե ոչ եւ ինչ է կանել այդտեղ։ Տեսեք, մեր ունեցվածքի հետ կապված նայեք, թե դուք, թե շատ լրագրողներ, թե գրեթե բոլոր պատգամավորները միշտ այսպես սա պահում են բանի թեմա, առանցքային թեմա։ Մենք այնինչ ունենք օրինական ճանապարհով, ես ասել եմ եւ ամբիոնից, եւ հիմա եմ հայտարարում, եւ ամեն ինչը հիմա դատական process է գնում, այս ամեն ինչը ցույց տալու ենք բնականաբար։ Ոչինչից չենք հրաժարվել, այնինչ կա մեր անունով գրանցված, ոչ մի քողարկված ոչինչ չկա եւ նորից կրկնեմ, եթե խնդիր լիներ ու նպատակ լիներ ունեցվածք պահելու, իսկապես այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու, կարող ենք վաճառել, հանգիստ թողնել գնալ, այսինքն եթե գերնպատակը լիներ ինչ որ ունեցվածք պահել։ Մենք այս պայքարի մեջ լինելով նաև գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքնագործում, այլ մի մարդու ցանկություն SMS-ներով դատավորներ նշանակել, ազատ մի խոսքով գիտեք նոր բան չասել։ Այստեղ չէ, ինչ եմ ասում։ Toyota-ի մոտ Երևանի քաղաքապետարանի դրոշնապատն կամ Նայիրին Շուլցի մոտ ինչ է կանել։ Որ համբերես կասեմ։ Ուզում եմ ասեմ, մենք այս պայքարի մեջ մտնելով հասկանում ենք, որ ձեր ասած այնինչ դուք ասում եք, այնինչ այն լկտիությունը իսկապես այս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա բոլորի հետ կարող է լինի, առավել եւս մեր հետ։ Բայց այս պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ որ բան, ինչ որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ, թե կալանքի տեսքով, թե մեն ասած նաև այս պատրաստ ենք, իհարկե պատրաստ ենք 18 քվից հետո մեր կյանք շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում, շատ բաների մասին, որը մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, շատ նաև էմոցիոնալ բաղադրիչ է, ընտանիքի, երեխաների, դեք, այս ամեն ինչ մենք այսպես չենք սրտաճմլիկ ներկայացնում, բայց շատ հսկա ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել եւս ընդդիմադիր պատգամավոր լինելը ինչ որ արտոնություն չի, ինչ որ հաճույք չի, ինչ որ սա այն ժամանակները չի, որ ընդդիմություն իշխանություն մի տեսակ միշտ այս սրությունը չկար երբեք ու այս կարգի հարձակումը, այս կարգի ապօրինությունները տակ ես մտնում, երբ որ դու այս իրավիճակում ես, բարձրաձայնում ես խոսում։ Պարոն Քոչարյան, իսկ հետընտրական process-ում նկատել եք ձեզ պատկանող այդ բիզնեսներում, ընկերություններում ինչ որ գործողություններ իրավապահների, գուցե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ ավելի տարբերվում են նախորդ շրջանից։ Կա ինչ որ բան, որ տարբերվում է այս փուլում եւ ինչ որ ազդակներ կան արդեն, որ ըստ ձեզ կարող են ինչ որ իրավիճակի հանգեցնել։ Ուրեմն ընդամենը մեկ շաբաթ հետո ընկերություններից բոլոր այն ընկերությունները կամ գրեթե բոլոր որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն զինված այսպես հարկայինը իր չգիտեմ որ սորաբաժանումն այն զենքերով բաներով այսպես մտել են ամենտեղ ընտրություններից հետո միանգամից հետո եթե չեմ սխալվում մեկ շաբաթ հետո ես մի քանի օրի բարբերականությամբ այս տարի ընտրություններից հետո ամենտեղ նույնիսկ տնոջը Սիրուշոյի խանութներ 4 խանութ կա Երևանում իր գրասենյակը վարպետների մոտ չէ Պեկը իր որ ստորաբաժանումն է այդ ֆորմաներով, բաներով, հա, նու առանց դիմակի, բայց բաներով, այսպես ամբողջ հանդերձանքով, հա, համազգեստով։ Ոչ մի բան չեն կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում։ Իշխանության օրոքին կար, չէ, այդ բանը ռեկետը, բանը։ Չէ, ռեկետի մասին չէր, ես խոսքը ասում, մտել են ստուգման, ռեկետը ձեր ասած հաջորդ քայլը կարող է լինել։ Բայց հավատեք, ստուգումներ են արել, հա, ինչ։ Տեսեք, մենք դեռ բան չունենք, այսինքն չգիտենք դրա արդյունքը ինչ է լինելու։ Մտել են, ինչ որ տեղեր համակարգիչ են արգրավել կամ եթե ինֆորմացիան են վերցրել, այսպես ավելի աչք վախացնելու գործողություն ա եղել։ Հիմա թող գնան ստուգեն մնացածը կտեսնենք ինչ են ստեղծելու այդ ամեն ինչից։ Բայց բացի այդ Ռեգոմեշի այդ խանութներից այդ մեծ խաչը հանելը նաև դուք քաղաքական մասով եք պայմանավորում։ Գիտեք, առնվազն հարց է առաջացնում, որ երբ որ գիտեք, ի տարբերություն իրենց ես չեմ կարողանում ինչ-որ պնդում անել, երբ որ ես դա չգիտեմ, հա, փաստավորված, բայց առնվազն հարց է առաջանում, որ եթե նման նույն ձևով դրված եղել են ուրիշ զարդեր, որոնք խաչ չեն եղել, մի քանի հատ այդպես եղել է,
ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել, այդ չափսի, այո, ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել ու խաչի դեպքում ա եղել, ինչ որ հարց առաջանում ա եղել։ Ինչպես եք պատրաստվում բարձրաձայնել Արցախի ու արցախահայերին վերաբերող խնդիրը, որովհետև նախորդ գումարման ազգային ժողովում եւ օրինակ Արցախի անուն էինք տալիս, իշխանության ներկայացուցիչները շատ սուր էին ընդունում, ավելին ձեզ մեղադրում էին, նկատում եմ ընդդիմությանը, որ Արցախի թեման արծարծելով պատերազմ եք դահարում։ Տեսեք, մենք մեր նաև նախընտրական շրջանում, մեր ծրագրի մեջ Արցախի հետ կապված մեր մոտեցումները ասել ենք, որ առաջին հերթին արցախցիների իրավունքի համար պայքարելն է, որ անվտանգ հետ վերադարձի իրավունքի համար։ Այստեղ խոսք չի գնում մնացած շատ ժամանակ ես ճիշտ եք ասում, երբ որ մենք խոսում ենք այս ամեն ինչից, մեզ հակադարձում են սա այսպես պատերազմի վտանգ ստեղծելով, բայց բացարձակապես խոսքը դրա մասին չէ, խոսքը իսկապես արդարացի այն իրավունքի մասին է, որը արցախցիները, ովքեր բռնի տեղահանվել են, ունենան իրավունք, երկրորդը մնացած շատ սոցիալական հարցեր կա արցախցիների հետ կապված, որը մենք բարձրաձայնում ենք եւ շարունակելու ենք նույնը, սա նաեւ մեր նախընտրական ծրագրի մեջ է եղել, խոսել ենք սրանից, ինչքան էլ ինչ որ մարդիկ Արցախ անունը լսելով բաների մեջ են հայտնվում։ Պարոն Քոչարյան, ես ուզում եի հարցնել, ձեր գործերը որ թվականից սկսած լավ գնացին, դուք այսպես ասած խոսքա չասում, պապական հարուստ եք եղել, թե օրինակ Հայաստան տեղափոխվելուց հետո եք հարստացել, բիզնեսներ դրել։ Տեսեք, նախ զուտ տարիքներ հաշվի առնելով, ես երբ որ տեղափոխվել եմ Հայաստան, ես 12 տարից դեռ լրացած չեմ, այսինքն բնականաբար խոսքը ինչի մասին որ գնում է Հայաստան տեղափոխվելուց հետո ևա մասին է գնում։ Եվ ասում են այդ թվականներն հեռախոս ներկրել մենակ օրինակ ձեր եղբայրը կարող էր այդպիսի խոսակցություններ են եղել։ Այ գիտեք, մի հատ նենց հետաքրքիր պատմություն կա դրա հետ կապված։ Ուղղակի չգիտեմ հիմա դրա մասին խոսում, հետո միգուցե առիթ կլինի, որովհետև կար պատգամավոր ու ԱԺՊ խոսնակ, ով նախկին 8-րդ գումարման ազգային ժողովում էր, որ նման այդ ձեր ասածը կրկնել էր ու հետո սրա հետ կապված ինքը անհարմար վիճակում էր հայտնվել։ Միգուցե ուղղակի մի փոքր երկար է, կարող եմ առանձին պատմել, բայց մի առիթով կպատմեմ։ Ինչի վրա եմ սա ասում, որ դա սուտ է, կեղծ է, այդպիսի բան չի եղել։ Պարզապես կներեք, այդ տարիներին շատերը գնում էին, ճիշտ է, նաև վիճակագրությունը ասում է, որ ամենամեծ շատ կներեք, էլի իմիջիայլոց այս մասով շատ կներեք, նաև այդ մասով դատական այցել է եղել 2018-ից հետո, եթե չեմ սխալվում, արաբականն էր այդ նույն հեռախոսների հետ կապված բան ասել, որին դատական կարգով այսպես դատի ենք տվել ու հաղթել ենք դատը, որի համար ինքը ներողություն խնդրել։ Կներեք, այդ փուլում նաև շատերը գնում էին ծանր սոցիալական պայմաններ, չնայած պետական վիճակագրություն ասում էին, որ վերադարձը մեծ է եղել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարին։ Դա փաստ է։ Այդ վերադարձի մասով։ Հա, բայց նաև փաստա որ շատերը գնում էին, չէ՞, որտեղ ապրելու հետ։ Հիմա պայմաններում, հա, գնում են, բայց այդ պայմաններում եւ 90-ականներից, հա, հետո այդ ծանր վիճակը սոցիալական, տնտեսական ճգնաժամային ինչպես կարողացաք էլի հարստանալ բիզնեսներում, հաջողություններ ունենալ։ Գիտեք, չեմ կարծում, որ մենակ մենք ենք կարողացել։ Առնվազն, եթե մենք նայում ենք տնտեսությունը ինչքան է աճել, տնտեսական աճ ինչքան է աճել ու օրինակ դու գիտես, որ կառավարման տարիներին աղքատությունը քանի անգամ է նվազել։ Գիտես։ Չէ, հարցնում եմ, գիտեք թե չէ։ Չես բան չէ։ Հա, 54%-ից, եթե չեմ սխալվում, իջել է 24-25%։ Այսինքն սա լավ ցուցանիշ է, թե ոչ։ Սա ինչ որ բանի մասին խոսում է, թե ոչ, խոսում է, չէ՞։ Հիմա այդ ժամանակահատվածում ու նաև ես ձեզ ասեմ նաև առավելապես նաև 2008-ից հետո տարբեր բիզնես գործունեությունն է ծավալվել, որ տվել է իր արդյունքը։ Հիմա մնացած մասով, երբ որ դատողություններ են անում չափի ու մնացածի մասով, անկեղծ սա շատ մանիպուլատիվ է, որովհետև օրինակ, երբ որ խոշոր գործարար, հա, որոշները կարող ասեն օլիգարխ մարդ, ով նաև եղել է պատգամավոր անցած խորհրդարանում, քաղաքացիական պայմանագրից, պայմանական 90 քանի թվին, 4-5 թվերին, ասենք գույք է գնել $5,500։ Բավական մեծ անշարժ գույք։ Հիմա այդ անշարժ գույքի գինը ինչքան է։ Adidas խանութը միլիոնավոր դոլարներ, չէ՞։ Ես ինչի եմ դրա վրա օրինակը բերում, բայց արդյոք մենք կարող ենք իրան գնալ ասել կոնկրետ այդ գույքի մասով, քեզ որտեղից ասենք 50 միլիոն։
Չէ, մենք պիտի հարցնենք, քեզ որտեղից են 5500-ը, որով դու գնել ես դա։ Հարցը դեռ մի կողմ դնենք, դա ինչքանով է ճիշտ գին կամ չէ։ Ուզում ասեմ, շատ բաներ, երբ որ դուք այս կետում եք հարցնում, քեզ որտեղից էսքան։ Դու չպետք է այդ կետում հարցնես, դու պետք է այն կետում հարցնես, որովհետև շքայական արժեքը բարձրանում մնացած է, այսինքն այստեղ ինչն է մանիպուլյացիան։ Այսօրվա գներով շքայական արժեք են հաշվում, ու ասում են քեզ որտեղից էսքան, բայց ինչ որ թիվ են ստանում։ Բայց նաև այստեղ ավելի արդարացի կլինի։ արտոնություններ եք ունեցել։ Ոչ մի արտոնություն չենք ունեցել։ Եթե ասում են պետք է նաև ցույց տան այդ արտոնությունը որն է։ Հիմա այստեղ ավելի արդար կլինի, դու հարցնես այն Դուք 20 տարեկան ինչքան այն անկեղծ չգիտեմ, հաստատ շատ չեմ ունեցել։ Չէ, Եվ կնեք մի բան ճշտեմ ու վերջ։ Ճիշտ է, որ Սաֆարիում ամեն մի խփած կենթանու համար $50,000 է վճարել։ Ես գաղափար չունեմ։ Իսկապես չգիտեմ։ Կոնկրետ եթե դուք հասկացա ինչի վրա եք հաղում տալիս, դա եղել է հրավեր եւ մենք դրա համար չենք վճարել։ Մտերիմ մարդ է եղել, որը հրավերը կազմակերպել է, այսպես դա եղել է նախագահությունից տարիներ հետո։ Քաղաքական շրջանակներն դա Չգիտեմ։ Այս բանը չեմ կարողանում հիշել, եթե ճիշտ ասեմ, ով ա եղել, կարծեմ արտասահմանից։